Բարև ձեզ։ Այսօր կխոսենք մի ռադիոլոգիական մեթոդի մասին, անչափ կարևոր, որի սկզբանե ստեղծվել է ոչ թե բժշկության մեջ կիրառելու, այլ սուզանավեր հայտնաբերելու համար։ Բայց մինչ մեթոդին անդրադառնալը դիմավորենք մեր առողջության ճանապարհի հյուրին։ Ողջույն։ Ողջույն, Գեղամ Գուրգենի ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Հենց նոր ասում էի, որ այսօր խոսելու ենք մի շատ կարևոր մեթոդի մասին, որը ի սկզբանե ստեղծվել է ոչ թե բժշկության մեջ կիրառելու, այլ սուզանավեր հայտնաբերելու համար։ Ու շատերը արդեն ձեզ տեսնելով գուշակեցին, թե որ մեթոդի մասին ենք խոսում։ Նախ կուզեմ ներկայացնել առողջության ճանապարհի մեր ուղևորին Հայաստանի Հանրապետությունում սոնոգրաֆիայի ուլտրաձայնային հետազոտության զարգացման եւ ներդրման մեջ մեծ ավանդ ունեցող մի մարդու մասին, ով նաեւ հանդիսանում է Աղաբեկյան բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենը, առողջապահության նախարարության սոնոգրաֆիայի գծով ուլտրաձայնային ախտորոշման գծով խորհրդատուն, պրոֆեսիոնալ մասնագետ եւ ուղղակի լավ մարդ։ Գեղամ Գուրգենի, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ու այսօր կխոսենք սոնոգրաֆիայի մասին։ Շատ լավ։ Թեթև ակնարկ անենք դեպի մեր պատմություն, եթե սխալվեմ ինձ ուղղեք։ Առաջին համաշխարհայինին հարց էր բարձրացվել, թե ինչպես հայտնաբերել սուզանավերը։ Ու սարք ստեղծեցին, որով որ հնարավոր է ալիքներ արձակել ջրի մեջ, ալիքները երբ որ հանդիպեն ինչ-որ մի առարկայի, այս դեպքում սուզանավի, անդրադառնում են, այդ վերադարձված ալիքները գրանցում են եւ հեռավորությունը հաշվում։ Որը որ եթե ճիշտ եմ հիշում, այդ սոնար անվանումը, այդ sound and navigation ranging-ը հենց սոնոգրաֆիայի այդ արմատն է հանդիսանում։ Ու կուզեմ դրանից հետո նաև ֆիքսենք, որ 40-ականներին Դուսիկներ, չէ։ Դուսիկներ, այո։ Իր թիմի հետ նախնական փորձեր արեց գլխուեղի ուռուցքներ եւ գլխուեղի հետ ազոտելու համար եւ 50-ականներին Wildner John ու այդպես զարգացավ, այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ որ նաև հիշում եք պատերազմի ժամանակ մեր ընկերների միջոցով ստացանք մի քանի այդ butterfly կոչվող սարքերը, որոնք շատ փոքր չափերի միացվում էին մեր սմարթֆոններին եւ հնարավորություն ենք ունենում հենց այդ բանին կատարել սոնոգրաֆիա։ Խնդրեմ, մինչ մեթոդի մասին մանրամասն խոսելը, առաջի հերթին պատմեք ձեր առաջի քայլերի մասին, Գեղամ Գուրգենի։ Ինչպես եւ ինչ հանգամանքներով որոշեցինք դառնալ ռադիոլոգ եւ ինչու ընտրեցինք հենց սոնոգրաֆիան։ Շատ շնորհակալ եմ նորից եմ ասում հրավերի համար եւ խոսակցության սկսելու համար։ Հետեւյալն է, ուրեմն ինչպես դարձա ռադիոլոգ եւ ինչու դարձա ռադիոլոգ, այս հարցը եթե հիմիկվա երիտասարդ սերնդին ուղղորդելու լինենք, դա շատ հասկանալի կլինի։ Մեր սերնդի ժամանակ, երբ որ ես երիտասարդ եւ մասնագիտություն էի փորձում ընտրել եւ ընտրում էի մասնագիտություն, այդ բառների փնտրտուքների մեջ է, այդ ժամանակ շատ դժվար էր ասել ռադիոլոգիայի մասին, որտեղ ռադիոլոգիան որպես այդպեսին համենայն դեպս Հայաստանում սովետական միության տարածքում չկար։ Իսկ ես ավարտել եմ, այո, 86 թվականին եմ ավարտել, բայց ես հետաքրքիր նախապատմություն ասեմ, ուրեմն երբ որ ես ծնվել եմ։ Այո, երբ որ ես մասնագիտական փնտրտուքների մեջ էի։ Ես մի նրբություն ասեմ, ուղղակի պատմությունը շատ երկար է, բայց շատ չերկարացնեմ, ուրեմն 80-ական թվականներին Հայաստանում սկսեց ձևավորվել դիագնոստիկ կենտրոնը։ Դիագնոստիկ կենտրոնը հանձինս պրոֆեսոր Նիկողոսյանի բավականին ակտիվ եւ մեծ ջանքերից ստեղծվեց դիագնոստիկ կենտրոնը եւ դրա նպատակը այն էր, որ դիագնոստիկ մեթոդները հավաքագրել, միացնել եւ ամբողջությամբ մի կենտրոնում ամբողջ Հայաստանի համար հասու դարձնել, որովհետեւ այն ժամանակ սա այդքան հասանելի չէր բոլոր կլինիկաների համար եւ այդ դիագնոստիկ կենտրոնը երբ որ ստեղծվեց նաեւ կադրեր էին փնտրում, ես այդ ժամանակ երկրորդ, երրորդ արդեն 4-րդ կուրսի ուսանող է, այսպես այդ ժամանակ այդ տարեթվերին էր եւ ինձ շատ հետաքրքրություն էր առաջացրել այս ամեն ինչը եւ քանի որ գիտեի կադրեր էր փնտրվում եւ այլը, ես շատ մեծ ակտիվություն ցուցաբերեցի, ինձ էլ այդ հնարավորությունը տրվեց պրոֆեսոր Նիկողոսյանի կողմից ամեն անգամ դասերից հետո գնալ մասնակցել որոշ հետազոտությունների, նոր մեթոդներ էր տրված, այդ ուլտրաձայնային հետազոտություններ նոր եկել եւ ես գնում էի կանգնում էի մարդկանց կողքը եւ սովորում էի ուլտրաձայն, այսինքն այն մարդիկ էլ նոր էին յուրացրել մեթոդիկան եւ բայց բոլոր դեպքերում արդեն համեմատաբար ավելի փորձառուներ են։ Ես
Սարգսյան Աշոտ Էրնեստովիչի անունը, որը որ հիմա ամենանուն աշխատում են ասայում եւ էլիտ ուլտրաձայնային հետազոտություններով զբաղված, բայց տիեզերական թեմաներով Եվ մնացած գոլեգաների հետ նույնպես գնում, կանգնում, սովորում են եւ երբ որ արդեն առաջացավ այն հանգամանքը, որ պետք է ես ավարտեի, պետք էր արդեն հասկանալ, թե ինչ մասնագիտություն ես պետք է ընտրեմ, որպեսզի ուլտրաձայնային դիագնոստիկայով զբաղվեմ։ Եվ այդ ժամանակ առաջացավ այդ իրոք խնդիր։ Ես պետք է ընտրեի կամ ռենտգենոլոգիա, կամ ռադիոիզոտոպային դիագնոստիկա, որտեղ այլ դիագնոստիկ մեթոդ, այդպես ասած, չկար, հետազոտական, իմիջինգային էլի հետագայում։ Եվ ես ընտրեցի ռադիոիզոտոպային մեթոդը եւ 1 տարի այն ժամանակ այսպես ինտերնատուրան, օրդինատուրա չէր կոչվում, այդ ժամանակ ինտերնատուրա էր, այսինքն բակալավրիատը ավարտելուց հետո 6-րդ կուրսը վերջացնում էր, արդեն ինտերնատուրա պետք է անցներ, որ մասնագիտություն ձեռք բերեի։ Ու ես այդ մասնագիտությունը մասնագիտացվեցի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Ես այնտեղ սցինցիգրաֆիաներ էի անում, սկանագրաֆիաներ էինք անում, որը հիմա արդեն չի կիրառվում սահմանման լիարդի կամ վահանաձև գեղձի։ Որից հետո ես շատ մի 2 ժամ մնում էի այնտեղ, դրանից հետո նորից գնում էի դիագնոստիկա, արդեն մասնագիտացել, այսինքն երբ որ ես ավարտեցի, ես արդեն ահագին մասնագետ էի։ Եվ որոշվեց ինձ ուղղորդել Գյումրի, որտեղ Գյումրիում ֆիլիալ էր բացվել, եւ Գյումրիում մեր մեկ բժշկուհի հետ Խաչատրյան Սիլվաներ այն ժամանակ շատ լավ հիշում եմ աշխատում, ես գնացի միացա եւ միասին այնտեղ ոնց որ ներդրեցինք, խորացրեցինք այս ծառայությունը եւ այդտեղից սկսվեց իմ աշխատանքային փորձը։ Այսինքն ինչ որ չափով ես ակամայից դարձարություն։ Ну, համոզված եմ, որ այստեղ վերևների ուժերն էլ է խառնված եղել, այսինքն մենք ինչ ճանապարհ ընտրում ենք, այդտեղ շատ այլ փոքր կոմպոնենտներ կան, որոնք միգուցե որոնց մասին մենք տեղյակ չենք, հա, մեր ուժերից վեր, բայց ըստի շատ ճիշտ մասնագիտություն եք ընտրել Գեհամբուրգյանի ու ես կուզեմ հիմա մեր բնակչությանը տեղեկացնենք, թե նախ ինչ է սոնոգրաֆիան, այսինքն բժշկության մեջ կիրառվող մեթոդը արդեն ինչ է իրենց ներկայացնում եւ ինչ օրգաններ կարելի է հետազոտել սոնոգրաֆիայի միջոցով։ Շատ բարի։ Ուրեմն, որտեսի շատ մասնագիտական ծանրաբեռնվածությունների տերմինոլոգիաների մեջ պայմանավորենք բարձ տերմիններով, որտեղ մեզ դիտում են ոչ միայն բուժաշխատողներ, այլ նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ տերմինոլոգիայից կիլոմետրով հեռու են ու պետք է չի իմանան այդ բոլոր մանրամասն տերմինները։ Ես ավելի հասանելի ձևով բացատրեմ, ինչ է ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը նախ եւ առաջ պետք է պատկերացնել, թե ինչ սարքով է կատարում։ Դա ուլտրաձայնային սարքի միջոցով է կատարում, մի սարք, որը արտադրում գեներացնում է ուլտրաձայնային ալիքներ, այդ ուլտրաձայնային ալիքները տարածվում են դեպի օրգաններ, այնտեղ ֆիքսում են որոշակի տրիգերներ, այսպես որ որոշակի օջախներ, եւ այդ օջախներից հետ դարձի ճանապարհին իրանք արդեն ձևակերպում եւ ձևավորում են պատկեր։ Եվ դրա համար այս մեթոդը անվանել միայն սոնոգրաֆիա, որ շատ հաճախ անվանվում է սոնոգրաֆիա, այնքան էլ համաձայն չեմ, որտեղ այստեղ տերմինաբանական մի քիչ բաներ էլ կա։ Սոնոգրաֆիա նշանակում է ձայնի միջոցով գրանցում, բայց ոչ միայն ձայնի միջոցով գրանցում է, այլ նաեւ արձագանքի միջոցով գրանցում, որտեղ ձայնով ձայնը տարածվում է, ստանում է ինֆորմացիան, հետ է դառնում արդեն էխոգրաֆիայի միջոցով։ Այսպես ասած, այսինքն սա կոմպլեքս ընդհանուր էխոգրաֆիա, այսինքն ձայնը հաղորդվում է եւ ձայնը ընդունվում է, որի հետևանքով ստացվում է պատկեր։ Եվ ասեմ մի բան նաեւ, որ սա ընդհանրապես ձայնային ալիքի տարածումն է փափուկ հյուսվածքային կառույցների մեջ, որի ժամանակ որևէ ռադիացիոն մեխանիզմ չի աշխատում։ Այսինքն ֆիքսում ենք ամենակարևոր փաստը, որը շատերի մոտ թյուր կարծիք է առաջացրել, որ սոնոգրաֆիան լիովին անվնաս օրգանիզմի համար եւ զերծ է իոնիզացնող ճառագայթներից։ Ի հավաստումն այդ կարծիքի կարող եմ ավելացնել, որ դրա համար էլ բոլոր տեսակի հետազոտությունները հղի կանանց եւ էմբրիոնի նկատմամբ ազդեցությունները առաջի հերթին կատարվում է ուլտրաձայնի միջոցով, որովհետեւ ուլտրաձայնը անվնաս մեթոդ է։ Երկրորդ կարևոր կոմպոնենտը, որ կուզեմ մեսեջը, որ կուզեմ փոխանցենք, որ սոնոգրաֆիայի միջոցով, ուլտրաձայնային հետազոտության միջոցով կարելի է հետազոտել գրեթե բոլոր օրգանները։ Այսօրվա սարքերը հնարավորություն են տալիս տարբեր դատչիկահայերեն գրիչ։ Դատչիկահայերեն կոչվում է տվիչ։
տարբեր տվիչների միջոցով կարելի է ստանալ շատ ինֆորմատիվ պատկերներ գրեթե բոլոր կարևորագույն օրգանների մասին։ Երկրորդ հարցը, որ կուզեմ ֆիքսենք, դա ինչպես նախապատրաստվել հետազոտությանը, որովհետև շատերին օրվա մեջ հարյուրավոր, հազարավոր մարդկանց նշանակվում է սոնոգրաֆիկ հետազոտություն եւ մինչ գալը սոնոգրաֆիայի, ըստիս նրանք պետք է իմանան, թե ինչ նախապատրաստական աշխատանք պետք է տանել։ Շատ լավ։ Ուրեմն, այստեղ շատ բարդություններ չկան, ինքը շատ պարզ է։ Այսինքն սոնոգրաֆիայի հետազոտելու համար ես մի հատ նորից ընդհանրացնեմ, թե որ օրգաններն են ընդհանրապես հետազոտվում։ Դա սկսած պարանոցի օրգաններից վահանաձև գեղձ, հարվահանագեղձեր, լիմֆատիկ հանգույցներ, պարանոցային անոթներ, որովայնի խորոչում լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, մակերիկամներ, միզապարկ, շագանակագեղձ, կանանց մոտ արգանդ, զվարաններ, կանացի օրգաններ եւ բոլոր տեսակի փափուկ հյուսվածքները ամբողջ ոտից գլուխ, ինչպես ասվում են։ Այսինքն ինչպես նաեւ շագանակագեղձ, ինչպես նաեւ ավշային հանգույցներ տարբեր հատվածներում։ Այո, եւ այս բոլորը բացի օտակիր օրգաններից, որոնք հիմա արդեն եւս հաղթահարվել են, ինչպես օրինակ աղիքների եւ ստամոքսի հետազոտությունը, համապատասխան ուլտրաձայնային ալիքների եւ տրանսդյուսերների դատչիկների, այսինքն տվիչների միջոցով կարողանում ենք ստանալ ինֆորմացիա։ Ամենադժվար պահը ոսկրերից ինֆորմացիա ստանալն է, որովհետեւ ոսկրերի մակարդակին արդեն ուլտրաձայնային ընդհատումը չի տարածում ոսկրը, բայց ոսկրի մակերեսին կարող ենք մենք ինֆորմացիա տալ։ Հիմա ինչպես պատրաստվել։ Պատրաստվելը, եթե որովայնի օրգաններն ենք հետազոտում, միշտ ցանկալի է քաղցած վիճակում հետազոտել, բայց ինչպես հասկանում ենք, քաղցած վիճակում միշտ չէ որ օրվա ընթացքում մարդը կարող է ամբողջությամբ քաղցած մնալ։ Դրա համար ցանկալի է լինել գոնե, եթե լեղապարկ, լեղածորաններ, լեղուղիներն ենք հետազոտում, աղեստամոքսային տրակտն ենք հետազոտում, գոնե 2-ից 3 ժամ մարդը պետք է լինի քաղցած։ Իսկ փոքր կոնքի օրգանների հետազոտության համար ցանկալի է որպեսզի լինի միզապարկը լցված։ Այստեղ մի հատ շատ կարևոր հավելում անեմ։ Երբեմն մարդիկ սխալ են պատկերացնում լցվածության աստիճանը, այսինքն այնքան են լցնում, որ նույնիսկ շատ լցվածությունը սկսում է արդեն խանգարել։ Այսինքն արդեն մեր սարքավորումները բավականին զարգացած են։ Այդ առաջ էր, երբ որ ուլտրաձայնի հզորությունը շատ թույլ էր, սարքերի հնարավորությունները, այդ իրենց հավանականությունը ինֆորմացիայի ստացման բավականին կաղում էին, այդ ժամանակ օգտագործում էր լիքը միզապարկ, որ գոնե հնարավոր լիներ ինչ-որ չափով ինֆորմացիան տարածել, ջուրը, այս հեղուկային միջավայրը օգներ, որպեսզի ինֆորմացիա ստանա։ Բայց հիմա քիչ քանակի լցված միզապարկից մի քիչ ավելի շատ, այսինքն կեսից ավելի լցված միզապարկը բավարար է, որպեսզի հետազոտվի տղամարդու շագանակագեղձ, սերմնաբշտեր եւ այլը, իսկ ուղղակի լցված միզապարկը, ոչ շատ լցված, արդեն կանանց օրգանները, արգանց։ Կերամ Գուրգեն, խնդրեմ ասեք, թե միջինում, հասկանում ենք, որ ամեն հետազոտություն իր նյուանսներ ունի, իր տևողություն ունի, բայց միջինում որքան է տևում սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Կարող նույնիսկ օրինակներ բերել, օրինակ վահանաձև գեղձի հետազոտությունը տևում է։ Եթե շատ միջինացնենք, դա հետազոտությունը տևում է մոտավորապես 10-ից 15 րոպե։ Ուրեմն մեր մասնագետներից Սարգսյան Աշոտը, որը որ մեզ այն հիմնական սովորացնողն էր համարվում, իմիջայլոց սովորեց նաև մեր լուսահոգի Արմեն Կարպովիչին, իր հիշատակը պետք է անպայման այս թեմայով նույնպես մեծ ավանդ ունի։ Այս մեթոդի թե կոմպյուտերային տոմոգրաֆիայի զարգացումը։ Այդ ժամանակ հիշում եմ մենք միասին խոսում ենք, Աշոտը մեզ ասում էր, եթե մի րոպեի ընթացքում ինֆորմացիա չես ստացել, էլ մի փորձի չարչարվեք, որովհետև էլ ինֆորմացիա չես ստանալու, մնացածը արդեն տառապանք է դառնում։ Իհարկե դա կիսա հումորով էր, բայց բոլոր դեպքերում միջինացված հետազոտության տևողությունը 10-ից 15 րոպե է։ Ու կարող է ինչ-որ մի բան լինի, որ 5 րոպեին դու արդեն ինֆորմացիան ստանաս։ Ես ասեմ հետևյալը, ընդհանրապես փորձված մասնագետի համար, երբ որ ինքը արդեն սկսում է նայել, առաջիկա 1 րոպեում գրեթե ամեն ինչ բարձ է։ Մնացած 10 րոպեն, 15 րոպեն որ տևում է, այդ ստացած ինֆորմացիայի հագեցվածությունն է եւ ճշգրտումներն են։ Հավելյալ տեղեկատվություն։ Այո, հավելյալ տեղեկատվություն ստանալ, ավելի։ Իսկ նույնը կարող եմ ասել նաեւ MRT-ի մասին։ Քանզի MRT-ի պատկերների մշակումը տևում են օրեր։ Եթե բարդ հետազոտություն է կատարում, որի ժամանակ ստանում ենք հազարավոր նկարներ, ապա այդ բոլոր նկարները մշակել, վերջնական եզրակացություն գրելը տևում է օրեր, բայց որպես կանոն առաջի մի քանի րոպեի ընթացքում ճիշտ արված ռեժիմների առաջնային ուղղակի ուսումնասիրությունը
մոտ 80-90% դեպքերում ես բերում է արդեն վերջնական ախտորոշման նախնական պատկերին։ Այսինքն նույնը կարող ենք ասել նաև համակարգչային շերտագրման մասին։ Բայց կուզեմ ես մի փոքր նյուանսել նշել, որ ի տարբերություն այլ մեթոդների, սոնոգրաֆիան շատ օպերատոր կախված մեթոդ է։ Շատ ճիշտ։ Արտերկրում համոզված եմ շատերը գիտեն, կան սոնոգրաֆիայի տեխնիշններ, ովքեր կատարում էին այդ հետազոտությունը, այդ ամբողջը ձայնագրում եւ սոնոգրաֆիան, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ ռադիոլոգը կարող է մեկ այլ վայրում այդ պատկերներն այլ եզրակացություն գրել։ Հայաստանում այդ ոճը, ինչքանով ես եմ տեղյակ, չի կիրառվում, ճիշտ է։ Չի կիրառվում եւ այդ շատ լավ է որ չի կիրառվում, սկսենք դրանից։ Եղած մասնագետներից մեկը ես եմ, որ միշտ դիմադրել եմ այդ բանին։ Ու շատ կարևոր է որ այդ պահին ճիշտ անկյան տակ, ճիշտ տվիչներով եւ ճիշտ պրոտոկոլով կատարեք հետազոտությունը անձամբ դուք, որովհետեւ եթե սխալ ուղղությամբ, սխալ անկյան տակ եւ սխալ որակի սարքով մենք կիրառենք հետազոտությունը, ապա համոզված եմ կարող ենք ոչ միայն քիչ ինֆորմացիա ստանալ, այլ որոշ դեպքերում նաեւ սխալ եզրակացության հանգել։ Եվ շատ բարձր, ուղղակի բաց թողնել ինֆորմացիա։ Գամ Գուրգենիկ, ուզեմ մի քիչ մեր երիտասարդ կադրերի համար եւ երիտասարդ ընկերների համար նաեւ նշենք, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ուլտրաձայնային հետազոտության մասնագետը, ռադիոլոգը, որ ուզում է զբաղվել այս մեթոդով։ Ну, սա ասեմ, այս վերջին մտքի շարունակությունը որպես, քանի որ շատ սուբյեկտիվ մեթոդ է ուլտրաձայնային հետազոտությունը, այսինքն գոյություն ունի անմիջական կոնտակտ հետազոտման ընթացքում պացիենտի հետ, այստեղ շատ կարևոր է բացի նրանից, որ լինել մեթոդին տիրապետող մասնագետ եւ այլ, ծանոթ լինել սարքավորման բոլոր նյուանսներին եւ ֆունկցիաներին, այլ շատ կարևոր է, որպեսզի հետազոտող բժիշկը լինի նաեւ հոգեբան ինչ-որտեղ, որտեւ հետազոտման ընթացքում մարդը հոգեբանական շատ լարված վիճակում է, ինչքան էլ ինքը ցույց տա, թե իր համար ոչինչ, բայց ինքը միշտ սպասում ունի, թե ինչ է ասելու իրան բժիշկը։ Եվ այստեղ բժշկի մեկ բառից, մեկ խոսքից անգամ, նույնիսկ հայացքից, այո, եւ անգամ հայացքից մարդը կարող է սարսափել, վախենալ, հիասթափվել, ֆրուստրացիաների մեջ ընկնել, տարբեր տեսակի մտորումների մեջ ընկնել եւ ել չեմ ասում, տեսած եզրակացությունը մեկնաբանելը, սա բավականին շատ մեծ վարպետություն է պահանջում բժշկից, որպեսզի լինի տակտով, որպեսզի լինի հոգեբան մարդու հետ միասին եւ լինի նաեւ պրոֆեսիոնալ հասկացող իրավիճակը։ Դեք մեր կողմից որպես ռադիոլոգ եթե նայենք, շատ հեշտ կլներ ուղղակի եզրակացությունը տպենք, print անենք եւ բուժառուին էլ չտեսնենք։ Շատ հեշտ կլներ։ Այսինքն տանք եզրակացությունը, ինչպես որոշ երկրներում կամ որոշ գոլեգաներն են անում, մնացածը բուժող բժիշկը թող ձեզ բացատրի, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ռադիոլոգ հարկավազ դեպքում պետք է այդ գրած տերմինները մանրամասն ճիշտ լեզվով ու ինչպես դուք նշեցիք, ճիշտ հոգեբանական մոտեցումներով ներկայացնի բուժառուին։ Քանզի այդ ճիշտ ներկայացումից է կախված նաև այն դրական արդյունքը, որ վերջում մենք պետք է ունենանք բուժման հետևանքով։ Ու դուք կարող եք չասել, ես կարող եմ փաստել, որ այսքան ժամանակ չեմ հիշում ինչ-որ մի բուժառու, ով ձեր մոտ իմ ծանոթներից, իմ ընկերներից, ով որ ուղղորդել եմ հետազոտության ու դժգոհ եկած լինեն հենց շփման հարցով, այսինքն շատ հաճախ ինչ բուժառուն ինչ կարող է ասել, հա գնացինք հետազոտվեցինք, եզրակացություն ստացանք, բայց ինֆորմացիան մեզ չբացատրեցին, մենք չգիտենք ինչ է այստեղ գրված ու հենց ողջունում եմ այդ մոտեցումը ձեր, որ յուրաքանչյուր բուժառու է անհատական մոտեցում է ցուցաբերում։ Դեմ Գուրգենիկ, ուզեմ նաև պատմեք ձեր ամենատպավորիչ кейսերից մեկի մասին, ամենահուզիչ կամ ամենատպավորիչ, որտեղ իմ կարծիքով նման кейսերն են, նման կլինիկական դեպքերն են, որ մեզ նախ մոտիվացնում են ու նաև ուժ են տալիս հետագայում ավելի որակյալ ծառայություն մատուցելու եւ զարգանալու համար։ Տեսեք, ես արդեն այնքան պատկերացնում եք, քանի պացիենտ հետազոտած կլինեմ, այսքան տարիների ընթացքում։ Եթե 86 թվականից ընտրել եք մասնակցությունը, արդեն պատկերացնում։ Բայց ամենամեծ տպավորությունները բնականաբար ստացվում են այն ժամանակ, երբ որ դու ավելի երիտասարդ ես եւ նոր ես սկսել ինչ-որ բաներ հայտնաբերել։ Եվ շատ հետաքրքիր է նայել, որ երբեմն ամենաեզակի դեպքերը հանդիպում են հենց երիտասարդ տարիքում, ֆիքսվում ու մնում են։ Ու ամբողջ կյանքի ընթացքում նման դեպք չես ունենում։ Եվ չես հանդիպում։ Ես առաջի անգամ հիշում եմ, որ դեռ երիտասարդ էի եւ
աշխատում էի Լենինականում, այդ ժամանակ ես Լենինականում շատ տպավորիչ էր եւ շատ զարմացած էի, որտեվ չէի տեսել այդպիսի բան։ Իհարկե հիմա մեր փորձառու մնացած, նույնիսկ ոչ փորձառու մասնագետները կզարմանան այդ մասին, բայց այն ժամանակ նոր էր ներդրվում, նոր ենք նայում, նոր ենք հայտնաբերում շատ բաներ։ Երբ որ առաջի անգամ շատ տպավորիչ էր իմ համար, երբ որ ես տեսա երկճյուղ երկատված արգանդ, լրիվ երկատված արգանդ եւ երկուսի մեջ էլ կար հղիություն։ Դա բավականին տպավորիչ էր իմ համար, մինչև հիմա այդ պատկերը աչքիս առաջ է, այդ պատկերները նույնիսկ հիմա որպես որակյալ սկաններ փորձեմ համեմատել հիմիկվա ժամանակների պատկերները, իրանք կլինեն բավականին խեղճ պատկերներ, այսպես ասած, իրանց որակով, բայց այդ երկու արգանդը իրանց մեջ երկու պտուղներով շատ տպավորվել էր իմ մոտ եւ մինչեւ հիմա աչքիս առաջ այդ դեպքը գալիս է։ Եվ հաջորդ դեպքեր, գիտեք, սենց է, ամեն օրվա մեջ ես գրեթե 3-ից 4 դեպք, շատ տպավորիչ դեպքեր ունեմ։ Մնացածը կարող է ռուտինալ լինի, բայց 3-4-ը շատ որոշիչ է լինում, անգամ ավելի քան որոշիչ, ասենց ասեմ։ Եվ իմ համար նաև շատ տպավորիչ էր եւ աշխատանքը եւ այն հայտնաբերումը, ինչ որ կատարվում էր պատերազմի առաջի Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ որ ես այնտեղ էի եւ Շահումյանի շրջանում հիվանդանոցում այդ պատերազմի ընթացքում ռմբակոծվում էր, ռումբեր էին ընկնում մոտակայքում, խփում էին ընդհուպ մինչեւ հիվանդանոցի պատին դղրդում էր, ծեպոնները թափվում էր եւ այլը, եւ այդ ժամանակ մեր տղաներին որ բերում են, իմ դերը որն էր սոնոգրաֆիստի, որպիսի տեսնեմ նախ վնասվածություն, վնասվածքներ, արնազեղում ունենք, թե չէ, շտաբ վիրահատական հեմատոմաներ, կարիք կա, թե չէ։ Եվ այդ ընթացքում իմ մոտ մի բան տպավորվեց, որ մեր շատ նենց հայտնի մեկը պայքարող, կռվող դեմքերից մեկը վիրավորում էր ստացել ուսից եւ երբ որ փորձում ենք փնտրել այդ պարկուճը, որը որ մտած էր բանի մեջ, հոդերի փափուկ հյուսվածքների մեջ, այդ փոքրիկ սարքով հաջողացրեցինք տեսնել, մոտեցանք, գտանք, հեռացվեց եւ այլ, էդ էլ էր շատ տպավորիչ։ Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչը շատ տպավորիչ է, օրվա մեջ 3-4, ես ասեմ նույնիսկ լինում է դեպքեր 5 առնվազն, հա, դրանք շատ տպավորիչ են եւ հաճույք է պատճառում։ Նաև ուժ է տալիս։ Գիտեք ոնց է, սոնոգրաֆիան ինձ համար ես միշտ ասել եմ, այո, դա շատ մոտիվացիա է։ Ինքը սոնոգրաֆիան շատ ստեղծագործական է նաև։ Ես միշտ ասել եմ, ստեղ կա եւ արվեստ եւ արհեստ։ Արվեստի եւ արհեստի միախառնումը բժշկության հետ դառնում է մի հատ նես գործողություն, որը կոչվում է սոնոգրաֆիկ հետազոտություն, որից դու արդյունք ես ստանում։ Դրա համար մեր սլոգաններից մեկը Proton-ում, որ կիրառում ենք The Art of Radiology, այսինքն ինքը շատ այսպես բազմակոմպոնենտ մի հետաքրքիր աշխարհ է, որտեղ կարևոր է ոչ միայն սարքավորումները, այլ նաև այն ռադիոլոգները, ովքեր կիրառում են այդ սարքավորումները։ Կամ Գուրգեն, կուզեմ նաև առանձին օրգաններին մի քիչ անդրադառնանք, որովհետև մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ սոնոգրաֆիկ հետազոտություն անում են որպես առաջնային մեթոդ, իսկ ավելի խորացված հետազոտությունների համար կիրառվում են արդեն MRT-ն, CAT-ն կամ nuclear imaging-ի օրինակ PET-CAT հետազոտությունը։ Բայց ես կուզեմ հենց հիմա որպես նույնիսկ MRT-ի մասնագետ ու MRT-ի սիրահար ասեմ հետևյալը։ Օրինակ, դիցուկ վահանաձև գեղձ։ Երբ ինձ շատերը զանգում են, ուզում են որպես առաջնային մեթոդ կիրառվի MRT հետազոտություն, ես միանգամից մերժում եմ։ Ասում եմ, որ այս պարագայում ամենաինֆորմատիվ մեթոդը, որպես առաջնային հետազոտություն, ոչ միայն առաջնային, այլ նաև շատ դեպքերում էքսպերտային դասի հետազոտություն, կիրառվում է սոնոգրաֆիան, ուլտրաձայնային հետազոտությունը։ MRT-ն մենք երբ ենք կիրառում, երբ օրինակ հայտնաբերվել է չարորակուռուց եւ պետք է տեսնենք հարակից օրգանների ինվազիա կա թե չկա, հարակից լիմֆատիկական բույսների վիճակը։ Ես կուզեմ առաջի հերթին օրինակ խոսենք հենց վահանաձև գեղձի մասին, որովհետեւ կուզեմ նաև ներկայացնեք այն ամբողջ մանրամասն այն ինֆորմացիայի փաթեթը, ինչը դուք ստանում եք վահանաձև գեղձի մասին եւ նաև ցուցումները հասկանանք, որ դեպքում է պետք անցնել վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Շատ լավ։ Իհարկե ես այդ մեթոդների համակցման, այսինքն ռադիոլոգիայի ամբողջ շունչը իհարկե ներդնելով իմ աշխատանքային պրակտիկայի մեջ որպես սոնոգրաֆիստ, կարող եմ ասել մի բան, որ ես այդ ամեն ինչը զգացել եմ նաև
պրակտիկորեն կիրառելով MRT-ն, որովհետև կուզեմ ստեղ մի փոքր դրվագ հիշեցնել, որ ես զբաղվել եմ նաև MRT-ով բավական երկար ժամանակ, այսինքն երբ որ առաջին անգամ MRT-ն առաջին սարքը դիագնոստիկայում էր տեղադրված տրեյլերում 0202 տեսլոնոց սարքեր հիշում եմ աշխատում ենք եւ ես այդ ժամանակ զբաղվում էի հիմնականում փափուկ հյուսվածքների, օրգանների վիզուալիզացիայով, MRT վիզուալիզացիա ես շատ լավ պատկերացնում եմ, թե ասենք ինչպիսին էր հնարավորությունները MRT-ի եւ ուլտրաձայնային հետազոտության եւ մենք կարողացանք այդ ընթացքում շատ լավ պատկերացնել, որից հետո որը պետք է արվի եւ ինչ դեպքում էր մեկը մյուսին օգնում։ Հիմա եթե կենտրոնանամ միայն վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության մեջ, իհարկե դա իմ կարծիքը չի, դա ընդհանուր պրոտոկոլային մակարդակով կարծիք է, որ առաջի հետազոտության մակարդակը պետք է վահանաձև գեղձի իրականացվի ուլտրաձայնային հետազոտության միջոցով, որովհետև ստացված պատկերները շատ հստակ են, ստացված բլթակների անալիզը անելը անգամ շատ հեշտ է եւ շատ մատչելի, ստացվում է նաեւ անոթային ցանցի պատկերները եւ գնահատել նաեւ վահանաձև գեղձի հանգույցների վիճակը, վահանաձև գեղձի հանգույցների ըստ թիրած դասակարգման գնահատականը տալը շատ հեշտ է, շատ ինֆորմատիվ է, նու հեշտ է այն իմաստով, որ ինֆորմացիան շատ է, միգուցե երբեմն դառնում է շատ դժվար, բայց բոլոր դեպքերում վահանաձև գեղձի հետազոտությունը միանշանակ պետք է կատարվի առաջինը ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ու նաև նշենք, որ ուլտրաձայնը ոչ միայն ախտորոշման այդ ռադիոլոգիական վիզուալիզացիայի համար է կիրառվում, այլ նաև ինտերվենցիոն միջամտություններ։ Այսինքն, եթե նույնիսկ հայտնաբերվել է կասկածելի հանգույց, ապա այդ բիոպսիան կատարելու ժամանակ նավիգացիան նույնպես կատարվում է ուլտրաձայնի հսկողության տակ։ Այսինքն, հիշում ենք, որ վահանաձև գեղձի ցանկացած տիպի գանգատի խնդրի դեպքում, եթե էնդոկրինոլոգն է ձեզ ուղղորդել կամ ուղղակի անալիզներից ելնելով բուժող բժիշկը ցույցում է դրել վահանաձև գեղձի ռադիոլոգիական հետազոտություն, ապա անհրաժեշտ է սկսել հենց ուլտրաձայնային հետազոտությունից։ Երկրորդը, որ կուզեմ զրուցենք, դա լյարդ եւ որովայնի խոռոչի կարևորագույն մյուս օրգանները։ Արդյոք սոնոգրաֆիան կիրառվում է նման դեպքում որպես առաջնային մեթոդ։ Ես հարցերի պատասխաններից գիտեմ Գաղամբուրգյան, ուղղակի կուզեմ դուք ձեր խոսքով նաև նշեք ու նաև որ դեպքերում է, որ սոնոգրաֆիայից հետո դուք ինքներդ ցույցում եք տալիս MRT հետազոտության կամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի։ Շատ բարի։ Ուրեմն որպես սկրինինգային մոտեցում առաջին հերթին պետք է կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, որտեղ ուլտրաձայնային հետազոտությունը համախմբում է բոլոր տեսակի այն սիմպտոմներն իրար գլխի, որը կամ կարող ես մեկնաբանել, կամ չես կարող։ Եվ այն դեպքում, երբ որ կարող ես մեկնաբանել, դա ընթեռնելի է, վերջնական է եւ այլը, դրանից հետո շղթան փակվում, այլևս չի շարունակվում հետագա հետազոտությունը, բայց այն դեպքում, իսկ այդ դեպքերը շատ են լինում, մասնավորապես օջախային ախտահարումների դեպքում, երբ որ դու արդեն չես կարողանում այդ մեկնաբանությունը վերջնական տաս, պարտադիր պետք է շարունակությունը գնա կամ կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Այստեղ էլ է պետք ճիշտ հասկանալ։ Երբեմն մեր կլինիցիստները թող ճիշտ հասկանան ինձ, երբեմն չեն խորանում այս բանի վրա եւ ճիշտ մեթոդ չեն կիրառում մեկնաբանելու համար, թե որ մեթոդին ուղղորդել, դեպի MRT թե կատե։ Այստեղ արդեն սոնոգրաֆիայի մասնագետները, սոնոգրաֆիայի բժիշկները շատ ավելի ճիշտ են կողմնորոշվում ըստ իս եւ ուղղորդումները, ասում եմ, օջախային ախտահարումների դեպքում միանշանակ է ուղարկվում եւ անգամ եթե մենք առաջնային ուռուցք ենք հայտնաբերում եւ տեսնում ենք, հասկանում ենք, թե ինքը ինչ ուռուցք է, միևնույնն է, արդեն հաջորդ քայլը պարտադիր պետք է լինի հաջորդը կամ կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ MRT, որովհետեւ պետք է հասկացվի, թե նա ինչպիսի ծավալի ախտահարում է առաջացրել։ Դե ես վերջերս բուժարու ունեի, ով եկել էր որովայնի պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնում եւ երբ խոսքը հասավ որովայնին, այսինքն գլխուղեղ ու ողնաշար հետազոտեցինք, որովայնի դեպքում ես խորհուրդ տվեցի սկզբից սկսել սոնոգրաֆիայից։ Ինքը շատ լոգիկ հարց տվեց, ասեց, իսկ ինչի սոնոգրաֆիա անենք, եթե արդյունքում ես էլի գալու եմ MRT հետազոտության, քանզի ինքը պնդում էր, որ որովայնի MRT արվի։ Ու ես խորհուրդ, հիմնավորեցի հետևյալ կերպ, որ սոնոգրաֆիայի միջոցով մենք ստացած ինֆորմացիան նաև հաշվի ենք առնում MRT-ի ճիշտ մեթոդ նախապատրաստական, ճիշտ մեթոդ ընտրելու հարցում, այսինքն
Օրինակ մենք ունենք որովայնի տարբեր ռեժիմներ։ Սկսած էմերխոլանգեոգրաֆիայից, վերջացրած կոնտրաստային նյութ ու ասեմ ավելին, կոնտրաստի երկու տեսակ ունենք որովայնում կիրառվող, ստանդարտ կոնտրաստավորում գադոլինիումով եւ հեպատոսպეციფիկ կոնտրաստային նյութի կիրառում, որը արվում է հենց լյարդի օջախների բնորոշման համար։ Այսինքն այս ամբողջ ավելի ճիշտ պլանավորելու թե ժամանակը, թե բուժառուին ավելի ճիշտ ինֆորմացիա տրամադրելու համար նախահետազոտական շատ ավելի կարևոր կլինի եւ ավելի էֆեկտիվ կլինի, որովհետեւ նա գա արդեն սոնոգրաֆիկ պատասխանով։ Նույնը կարող ենք ասել նաեւ այլ օրգանների մասին։ Ու ասեմ ավելին, սոնոգրաֆիան շատ հաճախ կիրառում ենք նաեւ այն դեպքում, երբ հայտնաբերված խնդրի դինամիկ հսկողություն է արվում բուժման։ Այսինքն, եթե մենք ունենք լյարդում օրինակ հեմանգիոմա, որը շատերի մոտ է հայտնաբերվում, տեղյակ եք, եւ MRT-ն անում ենք, հաստատում ենք, որ հեմանգիոմա է, սոնոգրաֆիկ նույնպես հստակ եզրակացրով, հստակ չափսերով եւ քանակով մենք գիտենք, ապա հաճախակի անել MRT հետազոտություն, այդքան էլ կոռեկտ չեմ համարում ես։ Միանշանակ Ավելի ճիշտ կլինի ժամանակ առ ժամանակ կրթենք սոնոգրաֆիան, եթե գտնենք ինչ-որ բացասական դինամիկա, հավելյալ հարցեր, որոնք որ MRT հետազոտության կարիքը կունենան, նոր այդ դեպքում մենք կատարենք MRT-ն։ Ու այստեղ պետք է ճիշտ հասկանանք, երբեք չպետք է բուժառուին միայն մեր մեթոդներին կանչել եւ միայն մեր մեթոդներով փորձել հետազոտել։ Մենք օրվա ընթացքում շատ հաճախ բուժառուներին, ովքեր արդեն գրանցված են կամ եկել են կոնսուլտացիա, իրենց ասում են, գիտեք, այս դեպքում ճիշտ է սկսենք սոնոգրաֆիայից։ Ինչու ոչ, եթե ոսկրային ինչ-որ հարց է հոդի հետ կապված նաև ռենտգեն հետազոտություն կիրառեն, նոր արդեն հարկ եղած դեպքում կիրառվի MRT հետազոտությունը։ Խոսենք երիկամների մասին։ Ինչ ենք տեսնում երիկամների հետազոտության ժամանակ սոնոգրաֆիայի միջոցով եւ արդյոք կա ինչ-որ նախապատրաստական աշխատանք թե ոչ։ Նախապատրաստական առանձնապես բան չկա անելու, բացի նրանից, որ ցանկալի է միզապարկը լինի լցված վիճակում, ոչ գերլցված, նորից եմ կրկնում, երիկամներում գնահատվում է չափը, ձևը, տեղադրությունը, պարենխիմայի վիճակը, պարենխիմայի պերֆուզիայի վիճակը, աստիճանը եւ երիկամային խոռոչներում պարունակությունը, քար կա, չկա, լայնացած են խոռոչները, լայնացած չեն, ինչպիսին է ընդհանուր առմամբ պարենխիմայի վիճակը եւ երիկամի հարաբերությունը շրջակա օրգանների հետ, լինում են նաև երիկամային անոմալիաներ, որոնք որ պետք է ճիշտ գնահատվեն, բավականին մեծ սպեկտր ունենք եւ բավականին մեծ, այո։ Իջնենք ավելի ցած, կանացի փոքր կոնքի հետազոտություն, որը ես երկու մաս եմ բաժանում, հղիության ժամանակ, որը առանձին աշխարհ եւ մոտ ժամանակներս անպայման պլանավորում եմ գոլեգաներից մեկին հրավիրեմ հենց նման թեմային անդրադառնանք ամբողջ հղիության ընթացքում սոնոգրաֆիայի դերի մասին եւ պտղի սոնոգրաֆիկ հետազոտության, որը այլ բավականին հետաքրքիր եւ բարդ այսպես աշխարհ է։ Բայց նաեւ կուզեմ խոսենք փոքր կոնքի օրգանների մասին, արգան, ձվարաններ, միզապարկ եւ այնտեղ նույնպես շատ հաճախ են կիրառում սոնոգրաֆիան եւ նույնպես անչափ ինֆորմացիա որպես առաջնային եւ կարևորագույն մեթոդներից մեկը։ Այստեղ հատկապես պետք է նշել սոնոգրաֆիայի այն արդեն սպეციფიկ բարդ մեթոդների մասին, ինչպիսիք են տրանսրեկտալ սոնոգրաֆիան, տրանսվագինալ սոնոգրաֆիան, տրանսեզոֆագալ սոնոգրաֆիան, որը վերաբերվում է արդեն վերևից ստամոքսային հատվածների մասին, ենթաստամոքսային գծի, հիմա փոքր կոնքից ենք խոսում, հիմնականում տրանսվագինալ եւ տրանսրեկտալ, այսինքն կա համապատասխան տվիչներ, որոնք որ կիրառվում են աղիքի միջոցով մոտակա հյուսվածքները կամ կանանցերական օրգանների միջոցով շրջապատը ուսումնասիրելու համար։ Ինչու? Որովհետև այս սարքերը, այս դատչիկները, այս տվիչները, իրանք ունեն բարձր հաճախականություն։ Բարձր հաճախականության ինֆորմացիան ինքը կարողանում է տարբերակել իր տարբերակիչ հնարավորությունը շատ ավելի մեծ է, այսինքն փոքր էլեմենտները տարբերակել իրարից եւ փոքր օջախները տարբերակելը շատ ավելի մատչելի է այդ բարձր հաճախականությամբ ներ խոռոչային զոնդերի միջոցով։ Որպեսզի տղամարդիկ չտեղանան մեզնից, խոսենք նաեւ շագանակագեղձի մասին։ Ես ինչքան եմ որ գովեմ MRT մեթոդը որպես շագանակագեղձի ամենաինֆորմատիվ մեթոդ, պետք է ոչ ինվազիվ մեթոդներից, պետք է ասեմ, որ անչափ կարևոր սոնոգրաֆիան, հենց առաջնային մեթոդ որպես կիրառում, եւ այստեղ խնդրեմ ասեք, թե ինչ պաթոլոգիաներ մենք կարող ենք տեսնել սոնոգրաֆիայի միջոցով եւ ինչ նյուանսներ կան, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան, մինչ սոնոգրաֆիկ հետազոտություն անցնելը։
Մինչ այդ հետազոտության մասին խոսելը մեկ նախ պետք է հաղթահարենք այս խցանում, հա։ Ասեմ որ խցանումներն են եղել պատճառը այս հաղորդաշարի ստեղծման։ Ես հատուկ ասեցի, որ պետք է հնչեցնեի։ Ինձ այս խցանումը չի հետաքրքրում, քանզի անչափ կարևոր զրույց ենք ունենում եւ ըստիս շատ կարևոր տեղեկատվություն ենք տրամադրում ու նաեւ ժամանակի ճիշտ օգտագործման ձևն է լավագույն։ Համաձայն եմ։ Տեսեք, տղամարդկանց շագանակագեղձի հետազոտությունը տրանսրեկտալ սոնոգրաֆիայի միջոցով բավականին ինֆորմատիվ է։ Շատ ինֆորմատիվ մեթոդ է, որովհետև բոլոր անատոմիական բաղադրիչները դու կարողանում ես տեսնել մանրամասն։ Բոլոր անատոմիական բաղադրիչների մեջ, այսպես կոչված պերիֆերիկ հատված, կենտրոնական, տրանզիտոր հատվածներ եւ այլը, դու տեսնում ես տրանսրեկտալ սոնոգրաֆիայի միջոցով եւ տեսնում ես այդ ամեն մի հատվածի, որ հատվածում է տեղավորված որևէ կասկածելի տեղ, որևէ օջախ։ Դա լինի աղերի, այսպես ասած, կուտակում ժողովրդի լեզվով ասած կալցիֆիկատներ, դա լինի ադենոմատոզ հանգույց ադենոմաներ, թե դա լինի քաղցկեղային օջախներ։ Եվ շատ անգամ տրանսրեկտալ սոնոգրաֆիայի միջոցով մենք կարող ենք տեսնել քաղցկեղային կասկածելի օջախներ, որոնք որ որպես սոլիդ հյուսվածքային կոմպոնենտ չեն դրսևորվում։ Ես չես էլ կարողանում իրեն ոչ չափել, ոչ բան, բայց կարողանում ես նկարագրել որպես անհամասեռ տեղամաս, որը դեֆորմացրել է իր հարակից շերտայնությունն է փչացրել, գեղձի եւ այլը, եւ դրա համար արդեն անպայման ուղղվում է թիրախային օրինակ MRT հետազոտություն։ Դեք ես կարծում եմ, որ այստեղ սոնոգրաֆիան եւ MRT-ն պետք է ձեռք-ձեռքի տված միշտ գնան առաջ, որովհետեւ 10-15-20 տարի առաջ, երբ որ MRT-ն կիրառվում էր շատ հազվադեպ դեպքերում, շատ եզակի դեպքերում, այսօր բոլոր ուրոլոգները կհամաձայնվեն ինձ հետ, եթե մենք ունենք բարձր PSA կասկածելի կլինիկական դրսևորումներ, ապա սոնոգրաֆիայից հետո միանշանակ անում ենք MRT հետազոտություն, բայց MRT-ով երբ հայտնաբերում ենք կասկածելի օջախ, այդ բուժառուն սոնոգրաֆիա մեթոդին ուլտրաձայնային հետազոտությունը հրաժեշտ չի տալիս, որովհետև նա վերադառնում է նույնպես այս մեթոդին, որպեսզի կատարվի բիոպսիա սոնոգրաֆիայից կողության տակ։ Նույնիսկ այդ fusion biopsy կոչվածը, որ արվում է էլի MRT-ի դիսկի, MRT-ի պատկերների հետ համադրումը, արվում է սոնոգրաֆիկ մեթոդի տակ։ Այսինքն այս ամբողջ հսկողության տակ եւ այս ամբողջ համադրությունը մեկը մյուսի հետ բերում է նախ բարձր, շատ բարձր ցուցանիշի վաղ հայտնաբերման եւ ավելի հստակ են կարողանում գտնել ուռուցքային process-ներ եւ ավելի վաղ շրջանում հայտնաբերել։ Կամ Գուրյան, կուզեմ նաեւ խոսենք մեր բնակչության մասին, ըստ ձեզ արդյոք երիտասարդացել են հիվանդությունները թե ոչ եւ եթե այո, որ հիվանդություններն է, որ առաջ օրինակ տեսնում ենք ավելի մեծ տարիքի մարդկանց մոտ, իսկ հիմա ավելի երիտասարդների մոտ ենք նկատում։ Ինչ-որ նման անալիզիկա ունեն կարողացած թե այո, շատ հետաքրքիր։ Նու իմ անձնական անալիզիկայով, իհարկե անդրադառնամ արդեն համապարփակ հետազոտություններին, ուղղակի ես ինչ եմ նկատել, մի ժամանակ կար, օրինակ իմ աշխատանքային կարիերայի ընթացքում, որ որոշ հիվանդություններ բավականին երիտասարդացել են։ Ուռուցքային որոշ գոյացություններ երիկամներում, լյարդում, դա գիտեք մոտավորապես կարող եմ ասենք այն ցուրտումուտ տարիների հիշենք էլի այդ ժամանակներում դրան հաջորդող տարիներում ահագին որոշ հիվանդություններ այսպես աճ էր նկատվում, անընդհատ տեսնում ենք երիտասարդների մոտ, էլ չեմ ասում որ երիտասարդների մոտ ինֆարկտներ են հայտնվում եւ այլ դա մեր զոնան չէր, բայց ուռուցքներ, լյարդային ախտահարումներ, ստամոքսահարկային տրակտի ախտահարումները, սրանք բոլորը մի տեսակ ավելի հաճախ են հանդիպում ավելի երիտասարդների մոտ։ Հետո ինչ տեղի ունեցավ, մի լավ բան տեղի ունեցավ։ Եվ այդ կարող եմ մի տեսակ բարձրանքով նշել, որ վերջի տարիներին մարդիկ շատ ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ։ Այն ինչ որ մի ժամանակ մենք ասում ենք, դե հայկական սովորությունն է, դանակը ոսկորին հասնի, մինչև այս կողմ, այն կողմ, բա ոնց կլինի, բայց հիմա մարդիկ շատ ուշադիր են եւ ես նույնիսկ զարմանում եմ ինչպիսի պարտաճանաչությամբ շատերը ընտանիքներով, ընկերական շրջապատներով անպայման follow-up հետազոտություններ անում եւ դա շատ օգնել է որպեսզի հիվանդությունները չտարածվեն։ Շատ մեծ դրական բան։ Ես կներեք ասեմ նաեւ մի բան, դրան շատ օգնեց նաեւ սոցփաթեթների քաղաքականությունը,
ապահովագրությունը այսօր։ Եվ ապահովագրությունը եւ հիմա այսօրվա ապահովագրությունը, այո, որ գնում է դրան։ Ճիշտ է, այսօր ապահովագրությունը մի քիչ բարդություններով է տարածվում, որովհետեւ նոր մեթոդ է, նոր է տարածում եւ այլն, սա առանձին քննարկման եւ խոսակցության թեմա է, բայց բոլոր տեսակի այդ սոցփաթեթները, որոնք որ արդեն պարտադրում են ապահովագրության մեթոդները, պարտադրում են մարդուն չվախենալ եւ դիմել բժշկի, շատ բաներ կան խախտում։ Գիտեք, մշակույթի հարց է։ Այո, այս համապարփակ ապահովագրության ներդրումը բերել է այն արդյունքին, որ այսօր շատերը իրենց գանգատների դեպքում դիմում են պոլիկլինիկա եւ անցնում են նույնիսկ դժվարամատչելի MRT եւ ԿՏ հետազոտություններ։ Ու սա արդեն փոխում է մարդկանց ապրելակերպը։ Ցավոք սրտի նախկինում տասնյակ տարիներ առաջ նույնիսկ մենք խնդիր ունեինք նաեւ սարքավորումների, մենք խնդիր ունենք ռադիոլոգիական մեթոդների ու նորագույն տեխնոլոգիաների հետ կապված, բայց իբարս մեր ռադիոլոգների բժշկական կենտրոնների ղեկավարների մենք այսօր գրեթե եզակի փոքր ինչ-որ խումբ կա հետազոտությունների տեսակների, որոնք Հայաստանում չկիրառվում։ Ու դրա արդյունքում է, որ նախ մենք կարողանում ենք հայտնաբերել խնդիրները ավելի ճշգրիտ եզրակացությունների միջոցով եւ նաեւ հայտնաբերել պաթոլոգիաները ավելի վաղ շրջանում, որը շատ կարեւոր է արդյունավետ բուժման համար։ Պարոն Գուրգենիչ, ինչ խորհուրդ կտաք մեր բնակչությանը ընդհանուր ապրելակերպի հետ կապված եւ նաեւ հենց սոնոգրաֆիկ մեթոդի կիրառման հետ կապված, որոնք են ձեր խորհուրդները։ Առաջի հերթին ռեգուլյար հետազոտվել։ Անկախ նրանից ունես կանգատ, չունես կանգատներ, ինչ որ բանից նեղվում ես, թե չես նեղվում, անպայման ցանկալի է կատարել այդ չեկափերը, ինչ որ աշխարհում ընդունված տարբերակ է, հետազոտվել գոնե տարին մեկ անգամ։ Եթե որևէ կանգատ չունես, եթե ֆիքսված պաթոլոգիա չկա որևէ, միևնույնն է, շատ ցանկալի է, որպեսզի կատարվի տարեկան բուժզնումը։ Գոնե մի հատ ընդհանուր, այսպես ասած, պարանոցային հետազոտություն, որովայնի օրգաններ, փոքր կոնք հետազոտություններ, դուպլեքսային հետազոտություններ անոթների վիճակը ճշտելու համար, որից հետո արդեն շատ բաներ հեշտանում եւ պարզվում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ գումարային այդ ֆինանսական հարցը երկրորդային է։ Քանզի մեզնից յուրաքանչյուրը, եթե որոշի, որ տարեկան պետք է X գումար հատկացնել իր հետազոտությունների համար, համոզված եմ այդ գումարը կգտնենք Գեղամբուրգենի։ Նույնիսկ եթե ապահովագրություն չունենա տվյալ անձը, նույնիսկ եթե այլ աղբյուրներ չլինի, մենք մեր ամենօրյա ծախսերի մեջ փոքրիկ գումար խնայելով կարող ենք տարվա X օրը գնալ այդ չեկափ հետազոտություններ անցնել, որովհետև առանց դրա մենք կարող ենք բաց թողնել ամենակարևոր այդ վաղ ախտորոշման փուլը եւ հետագայում հայտնաբերել պաթոլոգիան արդեն ավելի ուշացած եւ ավելի տարածուն պրոցեսների։ Միանշանակ համաձայն։ Ինչ վերաբերվում է ընդհանուր մեր ոլորտին, քանի որ դուք նաեւ հանդիսանում եք նախարարության, առողջապահության նախարարության հենց ուլտրաձայնային հետազոտության գծով խորհրդատուն, կուզեմ մաքսիմալ անկեղծ ասեք, թե ինչ ռեֆորմի կարիք ունի կոնկրետ ձեր ոլորտը։ Տարիներ շարունակ իմ գլխում պտտվել է մի միտք, որ ինչպես կարելի է Հայաստանի Հանրապետության բոլոր շրջանները եւ քաղաքները, բայց շրջաններ առավել եւս հագեցնել նորագույն սարքավորումներով եւ սարքավորումներով հերիք չի, ուլտրաձայնային սարքավորման մասին խոսքը, այլ նաեւ ոչ թե հին, այլ նորագույն սարքավորումներով, որտեվ մի ժամանակ sense բան էր դարձել, ոնց որ սովորական երևույթ էր դարձել, որ շրջաններին պետք է անպայման գար հասներ ինչ որ եւ ոչ միայն շրջանների հնամաշ օգնության հնամաշ, ինչ որ տեղից, ու մենք դրանից պետք է լինենք երջանիկ։ Խոստովանում ենք, որոշ ժամանակ եղել ենք երջանիկ, երբ որ նման բաներ եղել է, որովհետեւ նույն դիագնոստիկայում, երբ որ առաջին ուլտրաձայնային սարքերն էին աշխատում, դրանք նոր չէին։ Դրանք լավ էլ հիշում են ֆիրմաները, Տեխնիկա ֆիրմաներ, Մեդատա մարկ ֆիրմաներ, այնտեղ որոշելի հին սարքավորումներ կային, որոնք լավ էին աշխատում, բան չունեմ ասելու։ Չնայած դրանից հետո մի անգամից գնվեց Ալոկա ֆիրմայի եկավ նոր սարքավորումներ, բայց երկար ժամանակ աշխատում ենք դրանով։ Այդ ժամանակ երջանիկ էինք։ Հետո դրանից հետո էլ մի երկար տևական էտապ բավականին երջանիկ աշխատում էին մասնագետները նվիրատված սարքերով։ Բայց հիմա մարդկանց մտածողությունը փոխվել է եւ ես շատ երջանիկ եմ դրանից եւ
որպես քաղաքականություն ռեֆորմիստական։ Ես ենթադրում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այս տեմպերով եւ հագեցնել ամբողջ հանրապետությունը նորագույն սարքերով։ Իսկ որպես դրան մի փոքրիկ այսպես հավելում ասեմ, շատ ուզում եմ, որպեսզի հանրապետությունում անպայման կոնտրաստային ուլտրաձայնային մեթոդները սկսեն օգտագործվել, որը որ բաց է մնացել եւ մենք ամեն նորագույն սարքավորում եւ սարք օգտագործում ենք այսօր, բայց չենք կարողանում հասնել կոնտրաստային մեթոդների։ Գիտեմ, որ եզակի փորձեր եղել են ու դրական արդյունք են ունեցել, բայց լիովին համաձայն եմ ձեզ հետ, այդ մեթոդը պետք է նույնպես ներդնենք։ Ինչ վերաբերում է հնամաշ սարքին, Գեորգ Գրգենի, ես կուզեմ նշել, որ նախկինում երբ ոչինչ չկար, իհարկե նույնիսկ հնամաշ սարքը հավելյալ ինֆորմացիա էր տալիս, բայց այսօր մենք նաև ռադիոլոգների մեր թիմով միությամբ, նաև նախարարության մեր գոլեգաների հետ համատեղ հասանք այն կետին, որ այսօր արդեն լիցենզիոն պայմաններն են փոխվել ու այդ հնամաշ սարքերի ներմուծումը Հայաստան եւ ինչու ոչ նաև կիրառումը հետագայում շատ կտրուկ սահմանափակվելու։ Ես ուղղակի երջանիկ եմ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ հին սարքերը ոչ միայն քիչ ինֆորմացիա են, որոշ դեպքերում, եթե խոսք գնում է MRT կամ համակարգչային շերտագրման մասին, կարող է նաև լինել վտանգավոր։ Ու շատ ուրախ եմ, որ այն կոնցեպտը, որ Հայաստանը կարող է լինել մետաղի ջարդոնի ինչ-որ տարածք, որտեղ հարակից բոլոր երկրներից կարող են այն հնամաշ սարքեր նվիրատվության տեսքով ուղարկեն եւ ըստ օդում կախված լուրերի նաեւ այդ ինչ-որ մեծ գլորի գումարի չափաբաժնով քիչ հարկեր վճարեն արտերկրում դրա արդյունքում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ընդհատեցինք դա ու համոզված եմ, որ հետագայում նույնպես պետք է այս կոնցեպտը առաջ տանել, որ սարքերը պետք է լինեն նորագույն եւ ժամանակ առ ժամանակ update արվեն։ Ես համոզված եմ դուք էլ այդ կոնցեպտով եք ապրում, որ ժամանակ առ ժամանակ շատ մեծ գումար եք ներդնում, ձեր աշխատած գումարի մի մեծ կլորիկ զանգված ներդնում եք, նոր սարքեր ձեռք բերելու, նոր ռեժիմներ, նոր տվիչներ ձեռք բերելու համար, առանց դրա մենք ուղղակի չենք կարող լինել որակյալ ծառայություն մատուցող կազմակերպություններ։ Այստեղ ներողություն ընդհատեմ, ռեֆորմների մեջ կուզեի ավելացնել նաև, որ շատ կուզենայի, որպեսզի արդեն հնացած սարքավորումները մենք հետագայում ինչ որտեղ ռեալիզացնելու հնարավորություն ունենանք։ Այս հարցը ես շատ եմ բարձրացրել եւ նախարարությունում եւ համապատասխան տեղերում եւ դեռևս դրա վերջնական պատասխանը չկա եւ դա շատ լուրջ խնդիր է։ Խոսքս հին սարքերի մասին է, որ չենք կարողանում իրենց ռեալիզացնել։ Ենթադրենք օրինակ հիմա մեր կլինիկայում կան հին սարքեր, որոնք վատ չեն աշխատում, բայց չեն օգտագործելի չեն։ Մենք չգիտենք ինչպես ուտիլիզացիայի ենթարկենք այդ սարքերը։ Սա շատ լուրջ խնդրեմ է եւ քանի գնալով լրջանում է եւ ինչքան ուտիլիզացիայի հնարավորությունները լավանան, մեծանան, այնքան կենտրոնները, կլինիկաները շատ ավելի նոր սարքեր ձեռք բերելու հնարավորություն կունենան։ Ես մեկ էլ մի բանից եմ անհանգիստ, որ երբ որ սահմանափակումներ դրվեցին արդեն ժամկետների եւ սարքի նորագույն լինելու չափանիշների միջև, ես մի քիչ անհանգիստ եմ, որ հանկարծ չգնա բանը հարցը նրան, որ մարդիկ սկսեն ձեռք բերել նոր, բայց ոչ որակ, այո, անորակ սարքեր։ Դա ցավոտ տեղից մեկն է։ Այսինքն սարքը պետք է լինի ոչ միայն նոր, այլ նաև որակյալ։ Այո, որակյալ։ Խնդրեմ պատմեք, թե գործից դուրս ինչ հետաքրքիր զբաղմունք ունեք, ինչ հետաքրքրություններ ունեք։ Հետաքրքիր հարց է։ Նայեք, գործից դուրս հասկացողությունը իմ համար մի քիչ երկու մասի է բաժանվում։ Գործից դուրս կարճատև ժամկետում, այսինքն օրվա շաբաթվա առօրյայով, եւ գործից դուրս, երբ որ ես երկար ժամանակ եմ ունենում։ Հիմնականում աշխատանքից հետո իմ սիրած զբաղմունքը իմ այգում զբաղվելն է։ Դրանով ես շատ ռելաքս եմ լինում, կապվում եմ հողին, մեր ծաղիկների, հոտի բնության, գազոնի հնձման գործը անպայման ես եմ անում։ Սիրած հոտերից մեկն է, քանի որ փոքր ժամանակ ես ինքս էլ արտերկրում գումար էի աշխատում հենց այդ հոտը հնձելով, հիմա որտեղ այդ հոտը զգում եմ, ինչ որ հետաքրքիր նոստալգիա է ինձ մոտ։ Հրաշք հոտ է դա։
եւ ամեն մի ծաղկի բացվելով, ամեն մի ծառի տերևների փարթ hamanալով դա ինձ շատ մեծ հաճույք է պատճառում եւ իհարկե կարդալը եւ ազատ ժամանակ նաեւ ֆիլմեր նայելն է։ Իսկ երկարատև բանի ժամանակ իմ բան ճամփորդելն է, այդտեղ սա Ես էլ նույն հետաքրքրությունը ունենք։ Կամ Գուրգեն, ինչ օրս այցելած երկրներից օրինակ ձեր համար որն է ամենատպավորիչը կամ միգուցե ոչ թե գլոբալ երկրի, այլ ինչ որ վայր, քաղաք, որն է ամենատպավորիչը։ Շատ տպավորվել է։ Այդ հարցին այնքան միանշանակ պատասխան ունեմ։ Դա շատ երկրներում եմ եղել, դե աշխարհի տարբեր գեղեցկություններ եմ տեսել, վայելել, զարմացել, բայց իմ համար շատ տպավորիչ էր, երբ որ մենք գնացինք Տանզանիա։ Տանզանիայի արգելոցները այցելելուց դա հրաշալի մի տպավորություն էր, մենք այնտեղ եղանք, ես կնոջս հետ էի, այնտեղ եղանք Սերենգետի National Park-երից եւ ամենահզոր տպավորությունը իհարկե ստացան Գորոնգորոից, որ Իրանից ներկայացնում է մի հատ այսպես խառնարան, որտեղ որ ապրում են գրեթե բոլոր կենդանիները, ինչ որ դու կարող ես տեսնել վայրի կենդանիներից, իրար կողք կողքի։ Եվ այնտեղ առաջին անգամ ես տեսա նաեւ ոչ թե ռենգեղջուր, այլ սև ռենգեղջուր, որ եզակի է ամբողջ աշխարհում։ Հրաշալի տպավորություն։ Անցած տարի էի գնացել ընտանիքով Տանզանիա, ու Զանզիբար ու Տանզանիա։ Տանզանիայում մի հյուրանոց էինք ընտրել, Serval Wildlife, եթե չեմ սխալվում անվանումը, որը որ ամբողջությամբ այդ բաց տարածքի մեջ առանձին կոտեջներ էին, որտեղ կենդանիները հանգիստ ապրում էին առանց ինչ-որ մի սահմանափակման։ Ու այդ նոր տարվա առաջին օրը, այդ հունվարի 1-ը, որ Հայաստանում բոլորս դիմավորում ենք մեր հյուրերին, բարեկամներին, մեր ընտանիքի հյուրերն էին, ընձուղտներ, տարբեր զեբրաներ, տարբեր կենդանիներ։ Բայց ասա, որ ֆանտաստիկ է։ Ոչ միայն իմ համար, այլ նաև երեխաների համար անմոռանալի օրեր էին։ Ու այնտեղ նաև կար մի հատված, որտեղ առյուծը հանգիստ իր համար շրջում էր ու երբ որ ամեն մի ընտանիքին կցվում էր համապատասխան ռեյնջեր, որը որ ճակերտավոր օգնում էր տիրություններ անում, անվտանգություններ ապահովում։ Ու երբ ես հարցի կարող եմ մոտենալ առյուծին, շատ հանգիստ տոնով ասացի, իհարկե գնանք նկարվեք, եւ մոտեցա, սիրեցի այդ առյուծին, նկարվեցի, ու այդ պահին իր հանգստությունից ես նույնպես հանգիստ տոնով այդ ամբողջ արեցի։ Վերջում նկարվելուց հետո ասացի, իսկ ինչ որ դեպքեր ունեցել ենք, միջադեպեր, ասացի, օրվա ընթացքում մի քանի դեպք ունենում ենք, երբ կարող է տրամադրություն լավը չլինի, շրջվի ուզենակցի կամ ձեռքով ինչ որ վնասի, ու այդ առավոտյան այդ այցը, երբ որ պատուանը բացում ես, դուռը բացում ես կոտեջի, դուրս ես գալիս, ու այդ բոլոր կենդանիները քո մոտ են, կերակրում ես, սիրում ես նրանց, այստից անմոռանալի է։ Ու ես ինքս էլ կարծում եմ, որ Տանզանիան ու իր հարակից այդ երկրներ իրենց սաֆարիով, national park-երով անմոռանալի հանգիստ կապահովեն մեր բնակչության համար։ Գիտեք ինչն էր նաև իմ համար շատ տպավորիչ էր, երբ որ դու միշտ գնում ես տարբեր տեղեր, վիզաներ ես վերցնում, սահման ես հատում չեմ մտնում ես քաղաքակրթության տարբեր մակարդակներ։ Այստեղ երբ որ դու մտնում ես արդեն ոչ թե մարդկային քաղաքակրթության սահման, այլ մտնում ես կենդանիների սահման, երբ որ դու պետք է պարտավոր ես պահպանել որոշակի օրենքներ, հարգես իրենց օրենքը, եթե ընձուղտը քո ճանապարհին է կամ ջայլամը նստած է, այդ ճանապարհ կոչված է, էլի, որը քիչ թե շատ ճանապարհի աննման, այդ սաֆարների ջիպերով գնում ես եւ պետք է սպասես այնքան, մինչեւ ինքը շարժվի, ոչ բարձր երաժշտություն միացնես։ Հետո այդ հյուրանոցի առավելություններից մեկը նախաճաշներ, այսինքն նախաճաշի այդ բութերի մեջ որտեղ նստած սնվում էինք, պատուհանից էլ ինձուղտը միանում էր մեր նախաճաշի process-ին, սնվում էր մեր սննդով, պլյուս ինչը ինձ դուր եկավ շատ ու տպավորիչ էր նամանալ երեխաների համար։ Երեկոյան այդ բաց տարածքում մենք կինոթատրոն ունենք, այսինքն դիտում էինք King Lion-ը, ու պատկերացրեք ֆիլմ ենք դիտում, Զարքայի ֆիլմը, ու այդ պահին կենդանիները քո կողքը նստած, քայլում, գնում, ու առյուծը նույնպես մոտ տարածքում քայլում, այսինքն դա իմ համար էլ շատ անմոռանալի մի հանգիստ էր։ Կամ Գուրգեն, ինչ կուզեմ նաև մաքսիմալ անկեղծ, համոզված եմ, որ ինչ այսօր ասցիք եւ ընդհանրապես անում եք շատ անկեղծ է, ես հարգում եմ ձեր այդ մարդկային հատկանիշները ու կուզեմ անկեղծ կիսվեք ձեր կարծիքով, թե որն է Աղաբեկյան գեղամի հաջողության բաղադրատոմսը։
լավ հարց էր շատ։ Ես նախ պիտի շնորհակալություն հայտնեմ, այդ կողմնակի կոմպլիմենտ ստացվեց, այսինքն դու համարում ես, որ Աղաբեկյան Գեղամը ունի ինչ-որ հաջողություն։ Ըստ իս Աղաբեկյան Գեղամը եւ Աղաբեկյան կլինիկան դա կոպիտ չեն, բայց բրենդ է։ Ոչ միայն ինձ համար, այլ նաև շատերի համար, ովքեր իրենց առողջությունը վստահում են ձեզ եւ ձեր ընտանիքին, ու ես կուզեմ, որ անկեղծ ձեւով կիսվեք, թե որն է այդ հաջողության գրավականը։ Այս հարցը բոլորին եմ տալիս։ Ու միշտ ակնկալում եմ, որ մաքսիմալ անկեղծ լինեն, որը նաև կմոտիվացնի մեր երիտասարդ սերնդին։ Իմ հաջողության բանալին ըստ իս դա առաջին հերթին իմ даже ես կասեի, այսպես նույնիսկ ես կասեի մարտնչող լավատեսությունն է։ Ես շատ լավատես եմ։ Ես շատ լավատես եմ, միաժամանակ շատ ռոմանտիկ եւ սենտիմենտալ եմ։ Այս երկուսը համեմված անկեղծությամբ դառնում է իմ հաջողության բանալին։ Կարող է մեկ ուրիշը համաձայն չլինի սրա հետ, որ դրանով չես կարող դու հաջողությունների հասնել, ինչ որ մեծ հաջողությունների, չգիտեմ, բայց հաջողության պատկերացումն էլ է տարբեր լինում։ Նայած ինչպիսի հաջողություն ես դու պատկերացնում։ Ես օրինակ համարում եմ, որ ես բավարարված եմ այն բանով, ինչ որ ձեռք եմ բերել կյանքում։ Ավելին չեմ ուզում։ Պակասը Աստված կանխորոշի։ Այնպես որ այս բոլոր ասածս իրար հետ կանխորոշումը իմ, այսպես ասած, հաջողությունը։ Մի բան էլ ասեմ հետաքրքիր։ Իմիջայլոց իմ անհաջողությունների եւ կորուստների, այսպես ասած, կյանքում պատճառներն են սրանք։ Բավական նվիրվածությունը, անկեղծությունը եւ այդ անհաջողություններն էլ են պատճառ, որ մենք պայքարենք եւ հասնենք հաջողությունների ստից։ Ջան Գուրգենի, իմ կարծիքով շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ հանդիպում ստացվեց եւ զրույց եւ առողջության ճանապարհի հենց նպատակը նման զրույցներ ունենալն էր եւ մեր հանդիսատեսին եւ բնակչության հետ կիսվել գիտահեն, որակյալ եւ անկեղծ տեղեկատվությամբ։ Անչափ շնորհակալ եմ ու վերջի կոմպոնենտը մեր հաղորդաշարի դա գրքի փոխանակումն է։ Նախորդ մեր ուղևորը Գյուրջան Հայկն էր, ով առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր Ֆերարին։ Այս գիրքն է նվիրել ձեզ եւ սա փոխանցում եմ սիրով ձեզ եւ կուզեմ տեսնել, թե դուք ինչ գիրք եք փոխանցում մեր հաջորդ угևորին։ Շարմա այստեղ ստեղծագործությունները ծանոթ են, առավել եւս ես փոխանցում եմ հետեւյալը 100 великих мифов и легенд, բավական հետաքրքիր միֆեր կա այստեղ մի փոքր գրառում եմ արել, առողջության ճանապարհի հաջորդ մասնակցին լավագույն ցանկություններով Գեղամ Աղաբեկյան։ Չեմ գրել տակը ով է, ես դե չգիտեի ով է լինելու հաջորդը, այն դեպս կճանաչի եթե, ուրեմն ավելի լավ, եթե չի ճանաչի, կարող զբաղվելու բան կլինի, ընտրտի որ։ Եվ այստեղ ես մի հատ հետաքրքիր բան տեսա, այդ շումերական եւ ակադական միֆոլոգիան է սկսում դրանով, որտեղ որ շատ աշխարհի քաղաքակրթությունը պայմանավորված է շումերական միֆոլոգիայով եւ որի հետ ուղղակիորեն առնչություն ունի մեր հայկական միֆոլոգիան եւ հայկական պատմությունը։ Այնպես որ սա սիրով նվիրում եմ։ Համոզված եմ, որ շատ հետաքրքիր գիրք կլինի եւ սիրով կկարդամ։ Ես էլ մինչ հաղորդաշարը մի քիչ կընթերնեմ, եթե դեմ չեք։ Շնորհակալ եմ շատ, Գեղամ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ու մինչ նոր հանդիպում մեր ռադիոլոգիական հետաքրքիր աշխարհում։ Շատ շնորհակալ եմ։ Մինչ հանդիպում։ Հաջողություն։ Հաջողություն։